մեր միացումը Մադրիդ է, որտեղից միացմանն է սպասում Գրիգոր Գրիգորյանը, իսկ մինչ այդ ասեմ, որ մեր զրույցի հիմնական թեման լինելու է անցած խորհրդարանական ընտրությունների արդյունքները, ինչքանով արդարացված եղան սպասելիքներն ու տարատեսակ մեկնաբանությունները, մի խոսքով այդ ամեն ինչի մասին հիմա մենք կզրուցենք Գրիգոր Գրիգորյանի հետ։ Բարև Գրիգոր ջան։ Աստծո բարին Գագիկ ջան, ձեզ եւ բոլորին։ Այո, բոլորին եւ իհարկե շնորհավորանքս բոլորին, ընտրական process-ին մասնակցող բոլորին, ովքեր մասնակցել են սրտի թելադրանքով, ովքեր ուղեղի թելադրանքով, ովքեր որ մասնակցել են դրամի կամ գրպանի կամ դրամապանակի թելադրանքով, դե իրենք գիտեն, Աստված վերևում է եւ բոլորը կստանան պատասխանը, հա, այսպես ասած։ Լավ, խնդրեմ, ինչ տպավորություններ ունես ընտրությունից։ Գագիկ ջան, իմ անձնական կարծիքը ես միշտ հաղորդումների ժամանակ ասել եմ, ես ինքս ոչ քաղաքագետ եմ, ոչ վերլուծաբան, բայց իմ կյանքի ընթացքում փորձը, ավելի ճիշտ փորձը մարտարարածին անձամբ գիտես ոնց ինձ հետաքրքիր ա եղել ոնց է ինչպես է մտածում ինչ է իրանից ներկայացնում գերագույն արժեքը կյանքում մարդ լինելն է իմ համար միշտ դրա համար ասենք փորձեմ իմ կարծիքը ասեմ վերլուծենք սենց ասեմ հասարակ ձևով ինչ կարծիքի է ժողովուրդը իմ կարծիքով նայեք մենք Ինձ թվում է Գագիկ ջան, մենք ստացանք ավելին, քան սպասում էինք, որովհետև ընտրություններից առաջ մենք գիտես ոնց, այդ որ վերցնենք, նայեք, ասենք հենց նույն քաղաքացիական պայմանագիր ուսակցությունը, որ վերցնես իրանց այդ մեկ ամսվա քարոզարշավը, ինչ ահռելի աշխատանք կատարվեց, չէ՞։ Սկզբից Ես կարծում եմ սկզբից մենք այդպես մեծ սպասումներ չունենք, գիտենք, բոլորս գիտենք, որ մեծ պայքար է լինելու, չէ՞, ասենք, որ նորից շարունակեն կառավարել, ասենց ասեմ, վարչապետը, որ մնա իր պաշտոնում։ Բայց ընտրարշավի ընթացքում, որ շրջաններով, ավելի շատ շրջաններով, չէ, իրանց, ասենք, քաղաքում կանի 2-3 անգամ եղան։ Կամաց գնալով բոլորս համոզվում ենք, չէ, մեկս մյուսին ասում ենք դե չէ, ուրեմն հաստատ անցնող են, պրոբլեմ չկա։ Նույնիսկ արդեն այնց հայավարի արդեն տոկոսներ էինք ասում, չէ, ամեն մեկս 70-30 ինչ։ Բայց սենց ասեմ, ստացանք երևի այն ինչ որ մենք սպասում էինք դրանից շատ, բայց ինչ որ ուզում ենք դրանից քիչ, սենց ասեմ։ Հետաքրքիր բնորոշում էր, հա։ Ստացանք, նա ինչ որ սպասում էինք, բայց ստացանք նա ավելի քիչ ինչ որ ուզում էինք։ Ինչը ես իմ անձնական վերլուծությունը, դե բնական է, բոլորս էլ այս քանի օրվա ընթացքում մտածում ենք, չէ, ասում ենք, լավ, այստեղ ինչի սենց եղավ, իմ անձնական կարծիքը նա է։ Գագիկ ջան, մենք շատ ձայներ մենք ասելով դե բնական է, ես քաղաքացիական պայմանագրի ես դրանում չեմ թաքցրել, չեմ էլ թաքցնում, ասենք պետականամետ ուժերը, սենց ասեմ, ես պետականամետ եմ, պետական ուժերը ստացան ավելի շատ ձայներ ինձ թվում է շրջաններից, չէ, ոչ թե ինձ թվում է, այլ ստատիստիկան ցույց է տալի, չէ, որ ասենք ԿՊ-ն հաղթեց համարյա բոլոր շրջաններում մարզերում։ Մի կաղում էր Երևանում, չէ, ասենք, Երևանում տոկոսայինով այտենց ուժեղ չէր։ Իմ անձնական կարծիքը սա է, որ նայ, շրջաններում, Գագիկ ջան, արված աշխատանքը շոշափել էր շատ։ Այսինքն ինչով եմ ասում, մարզերում, ավելի ճիշտ բառը երևի մարզերում։ Ինչի համար է շատ շոշափելի, որովհետև նայ, պատկերացնում ես 30-40 տարի ասֆալտ չի եղել, այդ 16 միլիոնի այդ աջակցությունը տներ սարքելու, մարդիկ արդեն իրանց ապահով բնակարանների, մարդիկ ապահով են զգում իրանց սահմանամերձ գոտիներում, դպրոցներն ու մանկապարտեզները, փողոցների լուսավորությունը, այդ ինչ են ասում, խելացի գոմեր եւ այլն։ Այսինքն, գիտես ոնց, գյուղացին
վերջի 30 տարիների ընթացքում 30, այսինքն թող 25 գլնի 26, ասենք միշտ երրորդ պլան էր, էլի, հասկանում ես, փոփոխությունները շատ մեծ էր միանգամից գյուղում։ Այդ ասֆալտապատումները, ասենք ճանապարհները մեկից մեկ, հետո գիտես ոնց, ասենք բոլորը արդեն հասկացան, որ ժամանակին հեսա մյուս տարի իրանց երթմա գալու դպրոց մանկապարտեզ ունենալու։ Իսկ Երևանցուն Գագի ջան, ինձ թվում է Երևանցու ամենամեծ խնդրեմը, որ ուզում է, ել եմ ասում, կրկնում եմ, թող ասենք հիմք չլինի իմ ասածը, ամենամեծ խնդրեմը Երևանցու ինձ թվում է, որ դրանք դատվեին նախնիները։ Երևանցին երևի շատ դա է ուզում, այսինքն ինչ է իմ ասածի, առակս ինչ է ասում, նայ։ Դու Երևանցուն ասֆալտով, սենց ասեմ, չես զարմացնի, Երևանցուն գիտես ոնց այդ փոփոխությունները ինչքան էլ որ արվում է, ասենք, նայ մի բակում ինչ որ խաղա հրապարակ է սարքվում, արվում է, չէ՞ աշխատանք, բոլորս է գիտեն, բայց ուզում եմ ասեմ, հա Երևանցուն ամենահիմնական բանը ինչ է, ուր եմ ուզում տանեմ իմ ասածը, դատական համակարգը, գաղափարական, ավելի գաղափարական է, ավելի գաղափարը ավելի, գիտես ոնց այդ հեղափոխությունը, որ եղավ, առաջի բաներից, որ ժողովուրդը ուզում էր, էլի հիմա ժողովուրդը ասել, որ մեծամասնությունը դե մեր Հայաստանի Երևանն է, չէ՞, ասենք Երևանում է համակենտրոնացված բոլոր գաղափարները, ոնց որ ասում ես։ Ասենք այդ նախնիների դատվելն է, ու դրան ժողովուրդը գիտես ոնց սպասում է, Գագի ջան, անկեղծ խոսանք, դատական համակարգը շատ է կաղում, էլի, ահավոր ձևի, ասենք շատ մարդիկ չեն էլ հասկանում, որ ժողովրդավարական երկրում, ասենք կոնկրետ վարչապետը, պրեզիդենտը, նախագահան, եսիմինչ իրանք չեն կարող, ասենք գնան դատարան, ասեն, այս մարդը պիտի նստի, ու պիտի նստի այդ մարդը, չէ, պիտի անկախ լինի, չէ, դատարանը բանից։ Հիմա, քանի որ այդ դատական համակարգը կաղում է ու մարդիկ շատ են, ինչքան մարդ, Գագի ջան, ասենք ձայն չի տվե հենց մենակ նրա համար, որ սպասում է ունեցել, որ պիտի Ռոբերտ Քոչարյանը, Սերժը, մյուսները նստեն ու միջև հիմա ազատության մեջ են։ Այսինքն դու նույնիսկ ասենք այն նեղ սոցիալական շրջապատում, որ նստած մարդկանց հետ զրուցում ես, ասենք դեբատներ ա սկսում, չեն հենց ընկերական, որ դու ուզում ես ապացուցում ես սենց, մեկ էլ սենց ամ։ Բա որը տենց ա խիչ են նստե դրանք։ Այդտեղ արդեն էլ պատասխան չես գտնում, հասկանում ես Գագի ջան ասելու։ Դրա համար այս առաջիկան 5 տարին ինձ թվում է ամենակարևոր բաներից մեկը, որ դատական համակարգը հիմա ես ոչ Հիսուս Քրիստոսն եմ, ոչ էլ չգիտեմ Հայաստանի վարչապետն եմ, որ ասեմ երբ են դրանք նստելու։ Ես չգիտեմ երբ են դրանք նստելու, բայց որ դատական համակարգը պետք է փոխվի, որպիսի արդար ձևի, որովհետև նայ քննիչները դատախազությունը իրանց գործը անում են, գնում է հասնում է դատարան, մեկ էլ տենում ես դատարանից, ուրիշ ձևի, ուրիշ արդյունք է դուրս գալի, որին որ ժողովուրդը համաձայն չի դրան։ Երկրորդ բանը, որ ասում եմ, ինչի սենց վերջակետ ունեցավ ընտրությունները, Գագի ջան, մենք մոռանում ենք, թե ով էր պայքարում մեր դեմ, մեր պետության դեմ, մեր պետականության դեմ, ոչ այլ Ռուսաստանը, իր ամենա հնարավոր բացի, սենց ասեմ, զենքով մասնակցելու, ինչ հնարավոր էր ամեն ինչով խոչընդոտում էր ընտրություններին։ Ես համաձայն եմ Գրիգոր ջան, մանավանդ այստեղ մի շատ տխուր բան տեղի ունեցավ, երբ որ փաստորեն հայ ժողովրդի մի հատվածի ինչ որ մի մասը դիտարկվեց Ռուսաստանի կողմից որպես հնարավորություն, որպես գործիք, սեփական ժողովրդի դեմ, սեփական, եթե իրանք իհարկե համարում են Հայաստանը իրենց գոնե թե պատմական հայրենիք, սեփական պատմական հայրենիքի դեմ։ Ընդ որում ես ոչ մի բան չունեմ Ռուսաստանաբնակ մեր հայրենակիցների դեմ, էլի մեր հայրն են, շատ ցավով ես երեք տեսա, թե այդ մերձ մոսկովյան Բորովիխայում ոնց էին հարցակել նաև հայերի վրա, ճիշտ է, եթե մենք են հայկական բանով մոտենանք, իրիկուններ, երեկոյաններ հայերը հավաքվեցին, պատասխանը տվեցին, բայց դա ոչ ուրախացնում է, ոչ տխրեցնում է, ուղղակի բան առաջացնում, հա, ինչ որ մտահոգության առիթ է տալիս։
ինչու համար մեր ժողովրդի ինչ որ մի հատվածը գնաց այդ քայլին, չէ, գայիք, ձեր ընտրությունը անեիք, ձեր երկրում հանգստանայիք, գնայիք, ոչ ոք ոչ մի բան չէր ասի։ Բայց երբ որ դու գալիս եք կոնկրետ նպատակով, կոնկրետ ուղղորդված, հա, տես օրինակ ամերիկացին կարող է, ինձ թվում է նույնն էլ իսպանացին, եթե խոսում է քաղաքականությունից, հայհոյում է իր երկրի վարչապետին կամ նախագահին, նորմալ հայհոյում է, բայց հենց որ դու ասում ես, հա, ես էլ եմ միանում այդ հայհոյանքին, ասում ես ստոպ, դա իմ վարչապետն է, ես կարամ քննադատեմ, ինչ ասես ասեմ, բայց դու իրավունք չունես։ Շատ 100%-անոց շատ ճիշտ բան ասեցիր, որ ես շատ եմ նկատել, նայ ես երբեք, նայ ես ունեցա, որ ասենք, նայ հիմա իմ ռեստորաններում, բարում, ասենք, հավաքվում են մարդիկ, խոսում են, Գագիկ ջան, ես երբեք թույլ չեմ տվել ինձ, երբեք այնքան բան կա ստեղ, որ իմ անձնական իմ դուրը չի գալիս, երբեք ինձ թույլ չեմ տվել իրանք կարան քննադատեն, ինչ ասես ասեն։ Հանկարծ բերանդ բացեցիր եղբայր, մի բան դու ասեցիր, ընենց մի ձևի, գիտես ոնց, ասենք, այդ մոտիկությունը ասենք չի թողնի, որ հետը ասենք կռվեն հարաբերությունները, բայց ընենց քեզ գասնել կտա, որ դու ով ես, որ դրա մասին խոսաս, ասենք, դա մերն է, այն որ ասում է սուկինսին նո մոյ, нет, այտենցն է։ Հիմա նա ես քեզ մի տան մենք մի անգամ խոսացինք, նորից ասեմ, Ռուսաստանի հայերի մտածելակերպը, որ խոսքը գնում է այն մարդկանց մասին, Գագիկ ջան, ովքեր որ նա ասում են, որ 100,000 մարդու են, չէ՞ կաշառը, այտենց խոսակցություն ա գնում։ Կամ 100,000 մարդ է եկել, կամ այդպես։ Եկել, դա, հա, սխալ է ասել, ներողություն, կաշառել չէ, եկել է 100,000 մարդ։ Հիմա Գագիկ ջան, ասում են 50 միլիոն էլ փող են դրել, չէ՞, որ 50 միլիոնի մասին, 50 միլիոն դոլարի մասին կոնե։ Հիմա նայ, փաստերը որ խոսանք, այդ գումարները ծախսվել են, չէ՞, Գագիկ ջան, այդ գումարները հոմ չեն ծախսվել մենակ, ասենք որ հաշվարկ անում ես, ինքնատիռի տոմսով, մեկը այդ գումարը ավելցուկ է տալի, այսինքն այդ գումարը ինչ որ մեկի գրպանը գնացել է, ձայն են առել այդ գումարներով։ Գագիկ ջան, 2,400,000 ընտրելու իրավունք ունեցողների մեջ նախ այդ 2,400,000-ը ֆիզիկապես չի, դա էլ ասենք օրինակ ես անձամբ մտնում եմ այդ 2,400,000-ի որպես քաղաքացի, նախ այս այդ թեմային կգնանք, նախ ես դեմ եմ, որ իմ նման մարդիկ գան այդտեղ ընտրեն, հետո հետ գան, ես հեսա կասեմ, ինչի համար իմ անձնական կարծիքը երկկողմանի ես, բայց հիմա վերջացնեմ միտքս, նայ, հիմա այդ 50 միլիոն այդ գումարը, այդ 100,000 մարդկանց մեջ, թե ոնց է բաշխվել, ինչ արել, փաստ, այդ քանակը շատ ահռելի տոկոսով մեծ քանակ է, որպիսի ընտրությունները, ասենք, այս արդյունքը ինչ որ ունեցան, այդ արդյունքը իրանք, օրինակ, քանակը, որ կառավարական, հակապետական ուժերը, որ հավաքեցին այդքան ձայնը, այդ 100,000-ը բաշխվել է բնականաբար դրանց մեջ, չէ՞։ Աթոմ ինչ որ մի տոկոս, ասենք կոպիտ ասեմ, դեռ չնայած ես չեմ էլ հավատում, որ ասում են, որ փողը վերցրել են ու եկել են ընտրել են, ասենք բանին, քպեին։ Ես դրան չեմ էլ հավատում, որովհետև հենց ընդեղից, ախր գիտես ոնց է։ Հա, ինքն ընդեղից արդեն մոտիվացված եկել է։ Մոտիվացված, ընդ ուղեղները լվացված է այդ մարդկանց, Գագիկ ջան։ Ես ընկերներ, մենք էլ բոլորս ես ընկերներ ունեմ, դու բարեկամներ ունենք, բոլորս էլ ունենք, շփվում ենք այդ մարդկանց հետ ու գիտենք իրանք ոնց են մտածում։ Էլ եմ ասում, ես ոչ ոք եմ, Գագիկ ջան, ես չեմ կարա իրանց ասեմ, որ գիտես ոնց, որովհետև իրանց դեմ մեկը իր երեխու համար անում, մեկը իր ընտանիքի համար անում, մեկը մյուսի։ Անելը հասկանում ես ինչ եմ ասում, մտածելն եմ ասում, ոնց են նայում։ Բայց իմ համար, ինձ համար աշխարհի ամենամեծ տականքը ով ուզում ալնի, որ փողը վերցնում է ու փողով անում իր ընտրությունը։ Գագիկ ջան, մենք կարանք, ես այն օրը իմ անձնական իմ ուսուցչուի հետ, իմ անգլերենի ուսուցչուի հետ, ասենք խոսքան չէ, ես երբեք չեմ վիճում։ Այդ մարդը իր հայացքներն ունի, ինչի ինքը իրավունք չունի ընտրելու նրան, ով որ ուզում է։ Լրիվ նույն իրավունք ունի, ինչ որ ես։ Ընտրությունը դա մարդու, գիտես, ժամանակն է ցույց տալու։ Ես եմ ճիշտ ընտրություն արել, թե դու։ Բայց դու ունես նույն իրավունքները, ինչ որ ես, նույն արտահայտվելու իրավունքները, ինչ որ ես, բայց եթե հիմա նայ, այդ ստեղից գալու ընտրողների համար եմ ասում, չէ՞։ Գագիկ ջան, հիմա նայ, ես իմ նման հազարավոր մարդիկ կան, որ ասենք գալու են ու ընտրեն Փաշինյանին, չէ՞։
Հիմա ես եղբայր, ես սենց եմ համարում։ Այդ ինչով է դա ճիշտ, որ ես ստեղ ապրում եմ, ես գալիս եմ իմ ձայնը տալիս եմ Փաշինյանին ու հետ եմ գալի, առոք-փառոք իմ համար ստեղ ապրում եմ, ու այնտեղ ով որ Փաշինյանին չի ուզում ձայն տա, այդ մարդը իրավունք ունի ինձ փնովելու, ասի դու ախպեր, ասի, բայց դու ով ես որ գալիս ես, կոպիտ եմ ասում էլի, դու գասս տե քո համար քո իմ հակա ինձ ընտրություն անես ու գնաս ու ես ստեղ տանջվեմ, նույն բանը, հակառակը։ Ինչի պետք է այդ 100,000 ռուսները, եկան են այդ Ռուսաստանը, ներողություն, Ռուսաստանի հայերը։ Վերցնենք էլ եմ ասում, այդ կաշառքի պահերը, ես անձամբ ոչ մեկի ապացուցված ասենք այդ 100 հոգին են։ Մնացած 99,900-ը, Գագի ջան, ինչի պետք է գան իրանք ընտրեն հակապետական ինչ որ այդ կուսակցությունների ու հետ գնան մի հատ էլ այն էշ որ դուս տվեց 1000 ներողություն եթերում ենք այն որ դուս տվեց ասма իրիկունը հետ բանը եկամ իմ գործանեմ երեկոյան հետ գնամ որտեվ ստեղ ես իմ ինչեր ալնելու տեսանք ինչ օրի ինգավ ու էլ ինչ որ խորը որ մտածում ես ասում ես իմ հերինակիցն է երեխեք կունենա այդ մարտը չէ՞ իրանք առնես մտածել ինչքան են գլուխները լվացել եղբայր որ գալիս են ստեղ այդ քայլը անում են ու գնում են հիմա ինչ եմ ասում ես դեմ եմ ինձ թվում է հեսա որ ուզում են կոնստիտուցիան փոխել չէ ասենք սահմանադրությունը որ ստացվի հիմա բարով խերով աստված երբ որ ժամանակը կգա այդպես բաների վրա պետք է ուշադրություն դարձնել Գագի ջան մենք այնց երկիր ենք որ նույն քանակությամբ ինչքան Հայաստանում կա ես մի քիչ հեքիաթային չասեմ այն 10 միլիոն ես իմիջ այդ քանակությամբ համարյա ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիներ դուստ են ապրում, չէ՞։ Գագի ջան, մենք իրավունք չունենք գանք այդտեղ ձեր մեր ու ձեր անում, ես իմ երեխու ապագայի հարցերը լուծել եմ ստեղ, եղբայր։ Ես իրավունք չունեմ գամ այդտեղ քո երեխու ապագայի հարցի վրա, ասենք իմ ձայնը որոշ բանա, որոշող է, եղբայր, ես չեմ կարա գամ քո երեխան է այդտեղ ապրելու։ Ես մենակ այդտեղ համամիտես իմ հետ, թե չէ, ասենք Կապ չունի էլ եմ ասում, եղբայր, կապ չունի, ով ում ընտրում։ Ընտր դրսից դու իրավունք չունես գաս այդտեղ, ես ստեղ գիտես որ նա իմ իրավունքները, եղբայր։ Ես ամենաշատը կարամ հիմա ինձ շնորհակալություն քեզ, շնորհակալություն ձեր հեռուստալիքին, որ ինձ հնարավորություն ա տված, ես իմ կարծիքը արտահայտեմ, ես ամենաշատը կարող եմ կարծիք արտահայտել եւ օգնել ինչով կարող եմ ստեղից։ Բայց ես իրավունք չունեմ որոշեմ, որտեվ ձայնը դա որոշիչ առարկա է, Գագի ջան։ Ես իրավունք չունեմ իմ ձայնով որոշեմ, թե դու ոնց պետք է ապրես։ Մի բան ես դեմ եմ դրան, եղբայր։ Գրիգոր ջան, տես, պետությունը, Հայաստանի Հանրապետությունը, որպես պետություն, որպես սուվերեն միավոր, իր պարտականությունները, պարտավորությունները իր քաղաքացիների հանդեպ կարելի ասել կատարում է։ Ու ված չի կատարում, եթե հաշվի առնենք մեր երկրի հարստությունը, ընդերքը, ռեսուրսները։ Ես կասեի նույնիսկ լավ է կատարում, ոչ թե ված չի կատարում։ Հաշվի առնելով հնարավորությունները։ Մեր հայրենակիցները, ովքեր ունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, ուրեմն գալիս են, ստանում են կուտակված թոշակը։ Իհարկե այնտեղ կարգավորում կա, որ տարվա մեջ մեկ անգամ պետքա գան, բայց գալիս են, ապրում են ուրիշ երկրում, օգտվում են այդ երկրի սոցիալական հնարավորություններից, բայց գալիս են։ Թոշակը հարկերը մուծում են ուրիշ երկրում, չեն մուծում իրանց երկրում։ Հա, գալիս են, օգտվում են առողջապահական համակարգից, այս անվճար ծառայություններից առողջապահական։ Շատ լավ, շատ բարի, եկեք, օգտվեք, ձեր հայրենիքն է, ոչ ոք ոչ մի բան չի ասում, բայց մի եկեք ու այն պետությունը, որը որ կատարում է իր պարտավորությունները ձեր հանդեպ, այդ պետության դեմ դարձեք գործիք։ Այս ամբողջ խոչընդոտ է։ Մեկ էլ գիտես, լրիվ, Գագի ջան, մեկ էլ գիտես ինչ ֆենոմեն կա աբսուրդ իմ համար։ Նայ Սեր Սարգսյանի Ռոբերտ Քոչարյանի ժամանակով ես էլ եմ դրանցից մեկը, չէ՞, այդ ժամանակում հայրենիքը լքող հեռացողները, սենց ասեմ, փախածները, ես ինչ վատ բան ասում եմ, թող առաջինը ինձ վերաբերվի, որ ինձ չունի։ Փախածները, դավաճանները, ամեն մեկը ում հարցնես, դե մենք հայ ենք, չէ՞, ամեն մեկը իր կպատմի, որ իր պատճառն է
բանը վատը ամենագիտես ոնց ամենավատ վիճակում ինքն ա եղել դրա համար է գնացել, բայց փաստ այդ երկուսի անունը որ տվի իրան ժամանակում այդ գնացած մարդիկ որ իրանց երեխեքին են մեկը փախցել է, մեկը գնացել է հացի համար, մեկը գնացել է որ իր ընտանիքի անդամներին չսպանեն, մեկը գնացել է որ սպանել են, որ մնացածին չսպանեն, ու այդ մարդկանցից մեծ տոկոս կա, Գագիկ, որ դրանք հիմա հակա են այս ինչին որ ինչ որ ունենք մենք ներկայումս հասկանում ես ինչ ֆենոմեն է ինչ եմ ուզում ասեմ դու փախել ես ինչ որ մի բանից անցել են տարիները ու այսօր դու ուզում ես որ այդ նույն մարդիկ ինչից որ դու փախել ես դրանց ձայն տաս ինչ որ կոպեկ վեկալ էլ եմ ասում թեկուզ լավ հələ փող վեկալը դնենք մի կողմ ախր ոնց կարելի է գիտես ինչն է հետարքիր եղբայր Էլ եմ ասում, իդեալական ոչ մի բան չկա, դու պետք է դնես համեմատական նայես ինչ վիճակում ուր ենք հասել, չէ, նայ, վելի խոր ինչ երկրներ են կորել, Գագիկ ջան, ինչ երկրներ են վերացել աշխարհի երեսից, մենք այսօր գոյություն ունենք ու այսօր կանգնել ենք այն շեմին, որ սահմաններ ենք, արդեն մենք աշխարհը մեզնից խոսում է, մենք դառնում ենք կներես ոչ թե դառնում ենք, մենք դարձել ենք պետություն, եղբայր արդեն։ Աշխարհը մեզ ճանաչում է, հələ նայ իմիջայլոց բանը, այդ որ այսօր խոսակցությունա գնում, ասենք բան են անում, չէ՞։ Ռուսաստանի նախագահան չի շնորհավորել։ Ռուսաստանի նախագահը ո՞նց շնորհավորի, որ հենց ինքն է առաջին, ասենք գործիքը ինքն է պարտվել Հայաստանում։ Ինքն է պարտվել, ինչ շնորհավորի։ Կամ էլ թե չեն այս բանը, այսօր Փաշինյանը գիշերը չի քնում, որ պետք է Ռուսաստանի նախագահ, ով շնորհավորել է, բարով շնորհավորի, ով էլ չի շնորհավորել, ել եմ ասում, ժամանակը ամեն ինչը ցույց կտա։ Ով է, միշտ ժամանակն է Գագիկ ջան ցույց տալու ընտրությունը ով է ճիշտ տարել։ Նույնիսկ ներսի ձեր ընտրողների միջև, ով որ ասենք, ով որ իր արդար, ես էլ բարեկամներ ունեմ, իրանց մտածելակերպով մտածում են, որ այս մի բանը սխալ է, այսի նույն այդ որ ասեցի, որ մտածում են խիչ են դատվում, մարդիկ կան, որ իրոք ճիշտ են մտա։ Ես օրինակ, Գագիկ ջան, ես գիտեմ պատճառը խիչ են դատվում։ Ու ես գիտեմ խիչ են դատվում, որովհետև ես ասենք բուն ուսումնասիրում եմ այդ ինչի է տենց գնում շատ մարդիկ կան որ ժամանակ են չունեն չեն էլ ուզում մտածեն բայց ինքը ասում է ես ասում եմ հեղափոխություն արել եմ որ սրանք գնային նստեին հիմա այս 8 տարի է սրանք հələ քիչ է մի հատ էլ եկել են ուզում են պարլամենտում ձեն ունենան եսի ինչ պետք չի այդ մարդկանց ասենք բան անել ասել որ գիտես ինչ դու սխալ ես մտածում Ժամանակը ցույց կտա Գագիկ ջան, եթե մենք ես հենց եմ ասում, ես եթե իմ դեմը մի նպատակ դնում եմ, ես այդ նպատակին միջև վերջ գնում եմ։ Ես հենց 2018 թվականից ես հավատացել եմ այս կառավարությանը, անձամբ Նիկոլ Փաշինյանին, ու ես համոզված եմ, ինչքան որ մարդ կա, որ իրավունք ունի, համոզված է, որ ոչ մի լավ բան չի լինելու, ես իրանից տասնապատիկ անգամ նախ տեսնում եմ այդ լավ բաները նախ ստեղից տեսնում եմ, նախ տեսնում եմ լսելով իմ ընտանիքից, ովքեր ապրում են Հայաստանում, իմ ընտանիքի անդամներից բոլորից գիտեմ, ընկերներ ունեմ, բոլորս էլ կապեր ունենք։ Ու երկրորդը ես համոզված եմ, որ եթերները, սրանք զայնագրություններ են մնալու են։ Այս մոտակա 5 տարին մնացած բոլոր ժողովրդի այն մասան, ով որ կասկածում էր ազնվության, ով որ կասկածում էր արած աշխատանքի, ով որ կասկածում էր, որ դատարանները կգան կարգի, ես էլ եմ ասում, իմ համար նույնիսկ կրկնում եմ, ամենամեծ խնդրեմը դատական համակարգն է։ Այս 5 տարվա մեջ այդ բոլորը 5 տարին երևում է մտամ շատ ժամանակ է, բայց շատ կարճ ժամանակ է Գագիկ ջան։ Ու կտեսնես, որ այդ ամեն ինչը։ Ես այն մարդկանցից չեմ, գիտես ինչ, որ հետո հելնեմ սենց ասեմ, բա տեսար, չէ, ինձ գիտես ինչն է պետք Գագիկ ջան, ինձ պետքա որ իմ ազգային ժողովուրդը լավ ապրի։ Ես 1000 անգամ ինձ պետք չի, որ ես մեկի ասածը բռնեմ ձայնագրեմ, հետո անցնի 2 տարի բերեմ մտցնեմ աշկը, տեսամ, բոլորս էլ, որտեղ է գրած, բոլորս էլ սխալվելու իրավունք ունենք, եղբայր, մարդ ենք մենք։ Մարդ արարածը հիշողության, ասա։ Ես մի օրինակ էլ բերեմ, Գրիգոր ջան, տես ընդդիմադիրներից ոմանք մեղադրում էին այս քարոզարշավի ընթացքում, նաև ընտրություններից հետո էլ էին ասում, որ
բանը իշխանությունը կամ քաղաքացիական պայմանագիրը օգտագործեց վարչական ռեսուրսը, այն ինչ որ արել են, դա այդ ամենը ընտրակաշառք է։ Հիմա ստեղ մի հարց առաջանում, ժողովուրդ, այն ժամանակ, որ դուք իշխանություն էիք, Դե հիմա դա ծիծաղելի է, շարունակի։ ինչի չէիք այդ ընտրակաշառքը անում։ Դուք ընդամենը ընտրակաշառք տալիս էիք 5000 դրամ այդ խեղճ ու կրակ մարդուն, բայց չէիք սարքում այդ գյուղերը, չէիք սարքում փողոցները, չէիք սարքում մանկապարտեզները, դպրոցները, առողջապահական համակարգը կարգի չէիք բերում, հիվանդանոցներ, բժշկական կենտրոններ չէիք սարքում, չէիք ուժեղացնում բանակը, նոր տեխնիկա չէիք գնում, չէ, անեիք այդ ընտրակաշառքը, որովհետև հաղորդումը չի հերիքի, որ որ թվարկե։ Ինչեր են արել։ Եթե դա ընտրակաշառք է, դա ամենալավ ընտրակաշառքն է, այսինքն դա հենց աշխատանք է, որտեղ եթե 5 տարի այդ իշխանությունը անում է ամեն ինչ իր երկրի քաղաքացիների կենցաղը բարելավելու համար է, դրանից լավ ինչ։ Գագի ջան, վերահաշվարկներ են անում, եթե խախտումներ եղել է, խախտումներն էլ եղել է, ձայները ավելի շատանում են ԿՊ-ի բանով։ Հետո դա այտենց բաները ես ծիծաղելի եմ համար, հասկանում ես, որ ասում են վարչական մեքենան օգտագործել են ձայների համար, այսինքն այդ 700,000 հավաքելու տեղը չէին կարող անեին 800,000, որ ոնց էր ասում, այդ աբսոլյուտն է, բացարձակ մեծամասնություն, որ բացարձակ մեծամասնություն, եթե որ պետք է անեին, եթե անող էին, այնպես կանեին, այտենց էլ էլի, կամ նես կանեին, որ Գագիկ ջան, այնպես կանեին, որ Պարլամենտում այդ երկրորդ, երրորդ ուժերը ընդդիմությունը լիներ առողջ ընդդիմությունը, որին որ ես դու մյուսները ցանկանում ենք, անուններ չտանք, ասենք, որ իրոք այնպես կանեին, որ իրանք կանեին այնպես, որ այնպես լիներ, որ առողջ հիմա էլի նորից 5 տարի կրկես ենք նայելու եղբայր, էլի այդ բանը ուղղակի դերասաններն են փոխվել, էլի նույն բանն ալնելու, խոսքս գնում անդիմության մասին, էլի, հեսա չգիտենք, ինչեր են։ Դրա համար եմ ասում, պետք է ուղղակի, գիտես ոնց, ով որ չի կարողան, չի ուզում, ոչ թե չի կարող, չի ուզում օգնի, ուղղակի չխանգարեն, եղբայր։ Մնում է այս ամենամեծ կարևոր բաներից մեկը գիտես ինչն է, աշխատանք, Գագի ջան, ամեն մարդ պետք է զբաղվի իր գործով, առավոտը բացվի, գնա իր աշխատանքին, իր գործը անի, իր ձայնը տվել է մարդը։ Իր ամենակարևոր բանը գնացել իր ընտրությունը արելա։ Հիմա ժամանակը նորից կրկնում եմ, ցույց կտա ընտրություն անելուց այդ 700,000-ն են ճիշտ եղել, թե մնացած ընտրողները, ով է ճիշտ ընտրություն արել, դա ժամանակը ցույց կտա, եղբայր։ Էլ եմ ասում, մարդիկ կան հիմա կասեն, հա դե հեշտ է ասել է ժամանակը ցույց կտա, այնքան մարդ է սենց ան։ Հələ դե մի հատ հելարի աբրի ստեղներ, արա տնաշեններ Հելարի աբրին ընց են ասում ոնց որ բանը, դրախտից ուզում են գնանք դժոխ։ Ընդհակառակը այսօր որ ես հնարավորություն ունենամ ու ասել եմ գալու եմ հեսա, գամ դժոխքից եմ գալու դրախտում, դրախտից դժոխ չեմ գնալու։ Հələ մի հատ եկեք, հələ մի հատ Գագիկ ջան, այս մտի մի հատ այդ բլոգերները, մտի մի հատ նայենք տենանք ոնց է, շորտ այսօր մի հատ ռեստորան գնալու համար այդքան առավոտից իրիկուն զարթնել բողոքելով չի եղբայր։ Ով է լավուտում, ով է առողջ ուտելիք ուտում, ով է մի հատ ռեստորան գնալու համար եղբայր, պետք է բանը հերթագրվես այսօր, որ կարանաս գնաս, ասում է հա դե էդի տուրիստներն են, բա ինչ վատա որ տուրիստներն են եղբայր, բայց վատա որ տուրիստ, այսինքն տուրիստները լրիվ ապուշ են, գալիս են այնտեղ այնց երկիր, որտեղ շատ վատ է։ Փաստորեն գիտես ինչն է, որ մարդու տեսակը, որ առավոտ զարթնում է հայլու մեջ վերեսը լվալուց տենում է, արդեն դժգոհ է դրանից ու տենց օրը սկսում է։ Մարդ էլ կա, որ պոզիտիվ է նայում ամեն ինչին, բայց բացի հետո սենց ասեմ, պոզիտիվ նայողը իր աշխատանք, իր արտադրության որակ ավելի լավ անում, քան թե նեգատիվ նայողի։ Բա, իհարկե։ Ինչքան մարդ պոզիտիվ լինի, այնքան իր արտադրանքը կապ չունի ինչ բնագավառում է աշխատելու։ Բայց որ այդ դժգոհները մի հատ ինչ-որ հետո գիտես ինչ, մի հատ է դժգոհների տեսակ կա Գագիկ, որ ասենք դժգոհ են առանց, գիտես ինձ նատուրան է, կապ չունի այդտեղ ով է։ Կապ չունի, չկա ինչ-որ մի հատ իդեալ չեմ ասում, չգիտեն ինչ-որ մի հատ ճանապարհ, որն է ճիշտը։ Ուղղակի ինքը, իր գործն է, ինքը առավոտ զարթում է, ինքը պետք է մի բանից դժգոհ լինի։ Բայց ասենք առավոտ զարթում է, կնոպկեն սխում է իր Mercedes-ի դուռը բացվում է, նստում է, ինչքան Mercedes տաքսի մենք Երևանում ունենք, երևի Իսպանիայում, երևի չէ, հաստատ Իսպանիայում չկա խոսքի։
Ինչից են առավոտից իրիկուն մենակ լսում եմ բողոք, ու առավոտից իրիկուն ինչ վիդեո նայում եմ, ով ուղարկում է փողոցում, այն բանը ոնց որ Նյու Յորքը լինի, Գրանվիան ոնց որ լինի Մադրիդի։ Ասա գցելու տեղ չկա փողոցում քայլելու եղբայր։ Բայց այդքան մարդը գալիս են ինչ են անում այդտեղ, ես չեմ հասկանում, որ այդքան վատ է։ Ինչ են գալիս, այդ դեպքում։ Գալիս են ինչի համար։ Ինչի համար, მე ասում եմ ախպետ դե ուտելիքը լավն է գալիս են։ Արա ուրեմն լավն է, չէ՞ որ գալիս են։ Համ ասում է ուտելիքը լավն է գալիս են, այսինքն մենակ ուտելիքը չի։ Մարդիկ մենակ ուտելիքի համար չեն գալի։ Մարդիկ գալիս են ամեն բռնած Գագիկ ջան հյուրանոցի սենյակի մաքրությունից, բռնած ռեստորաններում ինչպես են սպասարկումներից, բռնած մենք այդ մեր այսօրվա տեսարժան վայրերը, այսօր մի հատ առավոտյան բան եմ նայել, ես չգիտեի էլ, մի հատ տղա հեծանիվով գնացել էր Երևանյան լճի ափը, Գագիկ ես Երևանյան լիճը սաղ կյանքս մեծացել եմ, ասենք իմ մանկությունը անցել է, Երևանյան լիճի իմ համար եղել է դիակ գտնելու տեղ, բանը, այդ հանցագործությունների, ճահիճի, ափը որ չտեսա, սալիկա պատված սիրուն գնաց ընդեր, բաներ են դաժե, այդ սմատրավոյ պլաշատ կեկա, որ կարաս գնաս մտնես ռեստորան, նայում ես, ասում ես, ոնց, բայց ամեն ինչը, եղբայրներ, երեք ընկերս ուղարկել է ռադիոտան դիմաց, բանա, լուսակի երես ռադիոտանն է աշխատել, ես ռադիոտուն շատ եմ գնացել եկել, դիմաց են, որ մի հատ արձան են դրել, որ ռադիով, որ երաշտություն է, այդ փողոցի պուրակը, գիտես են ձևի եմ սենց ապշած նայեմ այդ գեղեցկությանը, որ մտել եմ Google Maps-ով, Google Earth-ով, վերևից նայելով, ոնց է այդ պուրակը, նայում ես տանիքներին, այդ բանի էլեմենտները, արևային էներգիայի, ինչի մասին, Գագիկ ջան, ինչ թեմա, ինչ բառ ասես, այդ բառի վրա կարանք մի հատ լավ բան ասենք, ինչ է կատարվում։ Գրիգոր ջան, ցավոք արդեն մեր եթերաժամը սպառվեց, ինձ թվում է հաջորդ շաբաթ մենք ավելի մանրամասն կանդրադառնանք այս ամենին, մանավանդ արդեն կլինեն նաև ամփոփված տվյալներ։ Արդեն ամսի 14-ին է, չէ՞, վերջնական։ Դե շնորհակալություն։ Շնորհակալություն ձեզ, շնորհակալություն բոլոր մեր ընտրողներին, ովքեր, որովհետև ես իմ կողմից որպես դրսի ապրող, դուք եք արել ընտրությունները իմ ապագայի համար, որովհետև իմ ապագան Հայաստանում է։ Դրա համար եմ ասում։ Շնորհակալություն։ Թող Աստված օրհնի մեր երկիրը, ու փառք Հայաստանին, փառք Հայաստանի Հանրապետությանը, ու փառք մեր ժողովրդին։ Լավով, վատով մերն են, Գագիկ ջան, ինչ անենք, մերն են բոլորն էլ։ Շնորհակալություն։ Ահա այսքան էր նախատեսված այսօրվա մեր միացման համար, հիշեցնեմ, որ Մադրիդից ինձ հետ կապի մեջ էր Գրիգոր Գրիգորյանը, ամենայն բարիք ձեզ։